պատարակ արեցինք Զաքոյի համար, հոգեհանգստի համար։ Դեռ շատ մարդիկ կային ծանոթ անծանոթ Երևանից, որ ուզում էին գային թաղմանը, բայց չկարողացան։ Տենց արեցինք մի հատ էլ պատարակ Սուրբ Սարգիս եկեղեցում, որովհետև իր անունն էլ էր Սարգիս։ Ամսի 29-ից 30-ից գիշերը վիրավորվեց, որովհետև ասում են այնտեղ թշնամին էլի կրակ էր բացել։ Ու իրանց մոտից ինչ-որ մեկին Վազգենին կարծեմ Հարությունյան վիրավորեցին։ Տենց լսելով, որ մարդ է վիրավորվել, գնաց, որ փրկի։ Բայց ցավոք են վիրավորեն են ձեր վիրավորվածը, որ փրկելու բան չկար ընդել։ Բայց ինքը իր կյանքի գնաց։ Հետո մարմինը հանեց, բերեց դիրքեր։ Բերելուն դասքում իրան էլ վիրավորեցին, սկզբից ոտից, հետո էլ ողնաշարի մասում։ Գնդակը մի կողմից մտավ, մի կողից մյուսից դուրս եկավ։ Բոլոր ներքին օրգանները վնասված էին։ Բոլորը, բացի սրտից ամեն ինչ փրկվել է։ Ով տեղեք բայց ձեզ դեպքի մասին։ Իրան հանող տղան։ Իրան Սասուն անունով Սասուն Սահակյան անունով տղա հանեց։ Բերեցին շտապօգնության մեքենա։ Բերեցին հիվանդանոց։ Հենց այդ հիվանդանոց մտան 3 րոպե անց արդեն ինքը վիրահատման էր, իրան տարան վիրահատման։ Բժիշկներն էլ էին զարմացել, ոնց է դիմացել, այդ չգիտեմ 2 ժամ էր կարծեմ այդ ճամփեն։ 2 ժամը ոնց է դիմացել այդ ամեն ինչին։ Բայց տղեկը պատմում են, ասում են, որ տարան իրան շտապօգնության մեքենան, ասեցին, սակ վախենում ես։ Ասեցին, չէ տղեկ, ես լավ եմ, ընդեղ մի հատ էլ վիրավոր կգնացեք իրան էլ հանեք։ Վերջի վարկյաններին էլ միշտ ուրիշի մասին էր մտած։ Բժիշկներն ասում էին, ուժեղ օրգանիզմ է, այսքան որ դիմացավ լավ կլինի, եկել գնաց։ Վերջին անգամ երբ եք խոսացել, ինչ տրամադրություն ուներ։ Վերջին անգամ խոսացել եմ ապրիլի 23-ին, որ ինքը գնացել էր դիրքեր, հետո մի օրով տուն եկավ, բաց թողեցին, որ գար հանգստանար գնար։ Ամսի 23-ին էր ասեցի, սաղ զգուշ կլինես։ Ասեցին զգուշ լինեմ, ասեց։ Բայց ես գում եմ իմ հրեշտակը իմ մեջքին է, միշտ ինձ օգնում է։ Բան չի լինելու արխային եղեք։ Ինձ հրեշտակը ինքան մոտ եղավ, որ հետը դարավ։ Ասել էր, որ բարձանում է դիրքեր ձեզ հատ։ Որ շրջանում է եղել է ինքը Թալիշի հենց, հա։ Այո։ Թալիշի ամենավտանգավոր դիրքերում։ Իրան ինչպես կարող եք բնութագրել, հա, ով չի ճանաչում ոնց կարաս նկարագրես։ Իրա հետ է սովորել, նույն դասարանից էին։ Սարգիսը իմ դասարանից էր։ Որ տաղանդավոր տղա էր, շատ լավ նկարում էր, շատ լավ դպրոցի պատուհանների, մեր կենսաբանության տետրերի։ Միշտ նկարելու բան կար իրաներ չի հարցնում։ Վերջին անգամ միասին քեֆ էինք արել։ Դրանից հետո ես իրան չեմ մտածել։ Բայց միշտ հարցնում էինք, միշտ մտածում էինք, որ աննշան ասում էին, որ առաջ խաղացում կա, վիճակը ստաբիլանում է։ Մի փոքր, որ արդեն տան եղանք, փորձում էինք արդեն հանգստանայինք, ուրախացանք, որ հույս ունեցանք, որ վերջ ամեն ինչ լավ կլինի, ասեցին էլ վերջ չկա։ Չկա։ Հուսամ սա կոչ կլինի բոլոր, որ ավելի զգոն լինեն, որովհետև այս երիտասարդների գնով չէ, որ պետք է հայրենիքը պաշտպանի, որ սենց նայեք,
Զոհված նահատակված տղեկի մեր հերոսների 90%-ը 20-25 տարեկան երեխեք են։ Սենց որ գնում են բոլորը, բան մեր այս պաշտպանած երկիրը ով պետքա ծաղկեցնի հետո։ Հետ եմ ասում, որ բոլորը սենց հերթով գնան, օրը մի երկու զոհ հերթով գնում են։ Հա ում համար է, ում համար են պայքար, ում համար են պաշտպանում, ես որ մարդ չի մնում։ Ներողություն մամուլը գրել էր, որ դուք դիմել եք Սերյան Օհանյանին հարկավորության ներկա գտնվելու, բայց վերջինս չէր եկել, հա։ Այո, բայց ինքը ուղեր ցղեց։ Բնականաբար Սերյան Օհանյանն էր այս լարված վիճակների հետ կապված, նես չի որ ամեն վարքյան կարա տեղաշարժվի, ինքն էլ զբաղված մարդ է, բայց ինքը ուղեր ցղեց։ Սակոյի թաղման արարողության ժամանակ կարդացին, իսկ Ղարաբաղի նախագահներ շուքանշան պարգևեց մարտական ծառայության արիության համար։ Որովհետև եթե այս այգինը արդեն բավականին վճարել ենք, թող երբեք չընկճվեն ու միշտ իմանան, որ իրենք հաղթանակած են, միշտ։ Սարգսի ընկերուհի ուներ, գիտեք։ Սրտում կար մեկը։ Կար մեկը, բայց դե բանակից նոր էր եկել։ Նոր էր, ասեց, հա, նոր էր, քայլեր անել։ լրջանում է ամեն ինչը։ Իսկ իր հետ կապ չունեք։ Վերջի անգամ որ խոսում էին, Սակուն ասում էր, ինձ եմ ուզում մի հատ երեխա ունենամ։ Աչքամին ինքն կարոտ գնաց երեխես,